Շոց եկա, այս դուրը բացի, վալան վերցը չպրտեց ընդը, պլաշատկին։ Այգավանի լցակայանից ընդամենը 19 մետր հեռավորության վրա է գտնվում տունը, որի տերը տուժել է հեղուկ գազի գլանատակառի պայթյունից։ Ալիքն այնքան ուժգին է եղել, որ նրան շպրտել է այս աստիճաններից ներքև, իսկ բենզալցակայանից ընդամենը 5 մետր հեռավորությամբ գտնվող մասնավոր պահեստի տիրոջ Գեղամ Իսրայելյանի որդին ու Փեսան լուրջ վնասվածքներ են ստացել։ Ոստեղ որգանելություն էլ է, որ պայթյունները լսել են, բանը ու մի անգամ ստիցել է փախել են։ Երկու հիվանդ ունենք, երկուսն էլ ռեանիմացիայում են, ծանր վիճակում, մեծ մակերեսով այրված, մեկի մոտ 50% եւ ավել, մեկի մոտ 16%։ Այրվածքի խորությունը ավելի շատ, երրորդ աստիճան հիմնական, այսինքն որ այրվածքներ։ Փոփոխություններ չկա, բացասական փոփոխության բացակայությունը մենք համարում ենք դրական նշան, որտեղ հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է։ Գեղամ Իսրայելյանը Այգավանի այս շինությունը 2 տարի առաջ է ձեռք բերել։ Ասում է, որ լցակայանից փոքր հեռավորության հարցը երբևէ չի բարձրացրել։ Այդտեղ եղել ասենք կողքի հարևաններ, իրանք որ եթե չեն բողոքել, մենք մի 2-3 տարվա մեջ ինչ բողոքենք։ Բողոքողներ չեն եղել, բայց քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականից ստուգումներ է իրականացրել տարածքում, բացահայտել ոչ թե մեկ, այլ տասնյակից ավելի տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների խախտումներ։ Կազմվել է արձանագրություն, հարուցվել վարչական վարույթ, տնտեսվարողը ենթարկվել է պատասխանատվության, որից հետո 23 թվականի դեկտեմբերի 21-ին տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված տնտեսավարողի, նշված օբյեկտների գործունեության դադարեցման որոշում։ Որոշումը 24 թվականի հունվարի 16-ին նաև տրվել է համապատասխան գրությամբ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որպեսզի իր իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկի շահագործման արգելման կարգադրագիրը կյանքի կոչելու համար։ Օբյեկտը կապարակնքվել է, սակայն կարճ ժամանակ անց մարզային ստորաբաժանման մասնագետները արձանագրել են, որ այն շահագործվում է, կրկին ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո արձանագրված 13 խախտումներից 12-ը վերացվել է, բայց ամենակարևորը այն է պահպանել հարակից շինություններից 25 մետր հեռավորությունը չի վերացրել։ Հուլիսի 3-ին տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է քննարկման արդյունքում որոշում կատարված աշխատանքների արդյունքներից ելնելով թույլատրել միայն բենզալցակայանի շահագործումը։ Իսկ հեղուկ վառելանյութի լցակայանի արձանագրված խախտումները շտկված չի եղել եւ հաշվի առնելով, որ արկա է նորից ռիսկ, գազալցակայանի շահագործման արգելման կարգադրագիրը մնացել է անփոփոխ։ Այն, որ գազալցակայանի շահագործման արգելքը պահպանվում է, տեղյակ է եղել նաև հարկադիր ծառայությունը։ Հաստատի ստացվում է, որ տնտեսավարողի կողմից ապօրինի կերպով կնիքները հարկադիր կատարումն ապահովող ծառայության կնիքները բացվել են եւ համենայն դեպս գործունեություն է ծավալել։ Վերցվել է ավտոմեքենայի տեսաձայնագրման սարքը, կատարվել է դրա զննությունը եւ նշված սարքից էլ երևում է, որ գազի արտահոսք է եղել ու երևում է այդ հանգամանքը ու պայթունել հենց հեղուկ գազա պայթել, բայց կոնկրետ արդեն այդ արտահոսքը ինչի հետևանքով է եղել եւ մնացած այլ հանգամանքները նախաքննությամբ արդեն կպարզվի։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այդ թվում նաեւ կատարվել է դեպքի վայրի զննություն։ Սույն վարույթով պայթյունի առաջացման պատճառը եւ դեպքի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական եւ դատահրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Որոշումներ են կայացվել վնասվածքներ ստացած թվով 3 անձանց տուժող ճանաչելու մասին։ Նաև որոշումներ են կայացվել պայթյունի մոտակայքում գտնվող տրանսպորտային միջոցները իրեղեն ապացույցներ ճանաչելու մասին, կատարվել են գործով հարցաքննություններ ու նախաքննությունը շարունակվում է։ Ըստ տեսչական մարմնի կապարակնքման կարգադրագիրը ստանալուց հետո երրորդյա ժամկետում տակառների պարունակությունը պետք է չեզոքացվեր, ինչը եւս չի արվել, ու մեր նկարահանման պահին էլ կար արտահոսք։ Հրդեհապայթյունավտանգ արտադրական վտանգավոր օբյեկտներում 2023 թվականի կեսերից տեսչական մարմինն ակտիվ ստուգման աշխատանքներ է իրականացրել։ Գույքագրվել են խախտումով գործող օբյեկտները, որի արդյունքում 235 օբյեկտի դադարեցման որոշում է կայացվել։
Շտկումներից հետո ընդհանրապես թույլատրել ենք սրանցից 59-ի գործունեությունը։ Մի մասը մասնակի է թույլատրվել գործունեություն ծավալել, մի մասը շտկումներից հետո ամբողջությամբ ու սահմանվել են 1 կամ 2 կետով կարող է սահմանված լինել նորից կարճ ժամկետ դրանք վերացնելու համար։ Իսկ արդեն ամբողջ հանրապետության տարածքում այս պահի դրությամբ ունենք ապամոնտաժված, որ հիմնովին ապամոնտաժվել է 60 բենզալցակայան, գազալցակայան եւ նավթամթերքի խոշոր պահեստարաններ։ Ավելի քան 40 դեպքեր էլ բողոքարկվել են դատական կարգով, բավարարվել կամ մերժում ստացել։ Եթե նախկինում նման դեպքերում տնտեսվարողը շարունակում էր շահագործել օբյեկտը, ապա օրենքի փոփոխությամբ, երբ դատական կարգով բողոքարկվում է որոշումը, պարտադիր պետք է դրա գործունեությունը դադարեցվի, քանի դեռ չկա դատարանի վճիռ։ Ամենաառաջնային ու հիմնական խնդիրները, որի հիմքով որ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվում է որոշում, դա այն խնդիրներն են, որ օրինակ տվյալ արտադրական վտանգավոր օբյեկտը տեղակայված է հասարակական նշանակության շենք-շինությունների կից, խախտելով միշտ տարածությունը դպրոց, մանկապարտեզ, բազմաբնակարան բնակելի համալիրներին կից, բազմաֆունկցիոնալ համալիրներին կից, եւ այստեղ չի կարող մեղավորություն չլինել։ Ապամոնտաժման գործընթացին զուգահեռ տեսչական մարմինը նաև այլ միտում է նկատում, երբ տնտեսվարողները նախապես են նախաձեռնում խախտումների վերացման աշխատանքներ եւ տեղեկացնում իրենց։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, Արամ Հարությունյան, լուրեր։